պետք է շնորհակալություն հայտնեմ Փառք տամ Աստծուն, որ հանգամանքների բերումով եւ Աստծո ողորմությամբ, նախախնամությամբ եւս մեկ անգամ առիթ է ընծայվել Հայաստանում գտնվելու եւ այստեղ այս եկեղեցում պատարակ մատուցելու եւս մեկ անգամ շնորհակալություն պետք է հայտնեմ թե մի առաջնորդին, որ իր օրհնությունը տվեց այստեղ որ պատարակ եմ եւ իհարկե այս եկեղեցու այս ծուխի հոգեվոր հովիվ Տեր Գրիգոր քահանային օրհնեցեք Տեր հայր, շնորհակալություն։ Այսօր վերջին կիրակին է մեծի պահոց, այսինքն վերջին կիրակին է, որ այս ձևով ենք տոնում, վերջին կիրակին է, որ փակ վարակույրով պատրաստվում ենք Սուրբ Հարության տոնին։ Արդեն եկող կիրակի, թեև պահքը շարունակվելու է, բայց եկող կիրակի տոնական շրջան է։ Ծաղկազարդի Սուրբ պատարակն է, վարակույրը բացվելու է եւ ճաշակելու ենք Տիրոջը։ Այս կիրակի էլ ընթերցումներն իսկ մեզ նախապատրաստում են Տիրոջը դիմավորելուն։ Այս կիրակին կոչվում է Գալստյան կիրակի եւ այս կիրակին ամփոփումն է ամբողջ մեծ պահքի մեր աշխատանքի, մեր ճգնության, մեր ապաշխարության։ Ուն բարեկենդանի օրը ճաշու ընթերցումները վերաբերում էին պահքին եւ զգուշացնում էր մեզ ձևական պաշտամունքից, ձևական պահեցողությունից, ասելով, որ ձեր պահեցողությունը չի ինձ պետք, այլ պետք է խոնարհ սիրտը։ Նաեւ Պողոս առաքյալը անցալ բուն բարեկենդանի կիրակի օրը ընթերցումների մեջ խոսում էր պահեցողության մասին եւ ասում էր մեկը տարբերություն է դնում օրերի միջև, Աստծո համար է այդ անում, մեկը տարբերություն չի դնում, Աստծո համար է դա անում։ Ուտողը չուտողին թող որևէ բան չասի, չմեղադրի եւ չուտողը ուտողին։ Տարօրինակ թվացող խոսքեր էին, որ պահքի սկզբին կարդում էինք հատուկ, որովհետեւ կենտրոնանանք եւ իմանանք, որ պահքը ուտել կամ չուտելու արգելքների եւ ձևական միջոցառումների ձևական արտաքին պաշտամունքի համար չէ։ Պահքը մեր կյանքը վերանայելու եւ ապաշխարելու համար է։ Այսօր մի տեսակ ընթերցումները կրկնում են այս գաղափարը։ Այսօր էլ Պողոս առաքյալը արդեն կողոսացիներին ուղղված իր նամակում դարձյալ խոսում է նրա մասին, որ ամսամուտերը, տոները, այսինքն պաշտամունքի արտաքին կողմը երկրորդական է։ Բայց ամենակարևոր հատվածը իհարկե ավետարանական ընթերցումն է, որը դարձյալ կապ ունի Աստծո հետ փոխհարաբերությունը ճիշտ ընկալելու հետ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ավետարան ըստ Մատթեոսի։ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիներին, իմի հավաքվեցին եւ նրանցից մեկը նրան փորձելով հարցրեց ու ասաց. Վարդապետ, օրենքի մեջ որ պատվիրանն է մեծ։ Եվ Հիսուս նրան ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը սրա նման է. Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը եւ մարգարեները։ Այստեղ մի բախ պետք է դադար տամ անդրադառնալու համար այս մեծ առաջին պատվիրանին։ Փարիսեցիները շատ լավ գիտեին, որ այս է առաջին պատվիրանը։ Մինչ օրս հրյաները, որ մերժեցին Քրիստոսին, շարունակում են այս պատվիրանը, որ Քրիստոս
նորություն չի հորինում, մեջբերում է անում երկրորդ օրենքի գրքից, 6-րդ գլխի 4-րդ համարը, լսիր ով Իսրայել, քո Տերը միակ Տերն է և դու պետք է սիրես նրան քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ, ինչպես որ Մարկոս ավետարանիչը բառացի հիշատակում է։ Մատթեոսը այս պատվիրանի իմաստն է մեզ փոխանցում, դրա համար բառացի չի կրկնում երկրորդում նորինած գրքի 6-4-ը, բայց փարիսեցիները գիտեին սա և Քրիստոսին փորձում էին, դարձյալ Մարկոս ավետարանիչը մի քիչ այլ կերպ է սա ներկայացնում, Մարկոս ավետարանչի փարիսեցին հեռու չէ Աստծո արքայությունից և չի փորձում Քրիստոսին, նենգությամբ չի փորձում Քրիստոսին, այլ գալիս է նրանից իմանալու ճշմարտությունը, համեմատելու իր պատկերացրած ճշմարտության հետ։ Եվ երբ որ տեսնում է, որ Քրիստոս չի հակասում ընդունված կարգին և հին կտակարանի ճիշտ մեկնաբանություն է ներկայացնում, ասում է ճշմարիտ ասացիչ վարդապետ։ Մանավանդ այս փարիսեցին սա ասում է ոգևորված, նրանից հետո երբ Քրիստոս պապանձեցրել է սադուկեցիներին։ Գիտենք, որ փարիսեցիները սադուկեցիներին նույնպես չէին ընդունում և իրենց հայացքներով շատ ավելի մոտ պետք է լինեին Քրիստոսին և Քրիստոսի այս ուսուցման արդյունքում պետք է որ հավատային, բայց երկու հոգի հավատաց, հայտնի ավետարանում հիշատակված հրեա իշխանավորներից երկուսը հավատացին և մեկն էր փարիսեցիների ներկայացուցիչ, մյուսը հավանաբար փարիսեցի էր, մեկը հաստատ փարիսեցի էր, որտեղ ավետարանն է վկայում, Նիկոդեմոսը և Հովսեփ Արիմաթացին։ Վերադառնանք ավետարանի խոսքին, ոչ թե պատմական իմաստին, ինչը որ այս պահին էր, ինչ որ ներկայացրեցի, այլ ինչքանով պետք է այս խոսքը մեր կյանքում իրականություն լինի։ Ուրեմն այս պատվիրանը մնալու է միշտ։ Հին կտակարանում տրվեց նախապես, որպես նախապատրաստություն, Քրիստոս այն վերահաստատեց և Քրիստոս այն մեկնաբանեց, ցույց տալով մեզ ոչ միայն պատվիրանի տառը, այլ պատվիրանի բովանդակությունը, պատվիրանի դրդապատճառը։ Ինչու է Աստված այս պատվիրանը տվել։ Ինչ է ուզեցել Աստված մարդկանցից, որ տվել է այս պատվիրանը։ Դրա համար երկրորդ պատվիրանը, որ Ղևտացոց գրքից է դարձյալ մեջբերում, դու պիտի սիրես քո ընկերոջը, քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այս պատվիրանը առաջին պատվիրանի բացատրությունն է։ Ինչպես, ինչ կապ ունի։ Իմ մերձավորը արարված մարդը իմ նման, ընդ որում մեղավոր, ինչ կապ ունի Աստծո հետ, որին պետք է սիրեմ իմ ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ, էությամբ։ Սրան պատասխանում է ավետարանը ըստ Հովհաննեսի, որ ասում է. եթե չես սիրում քո եղբորը, որին տեսնում ես, ինչպես կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսնում։ Ուրեմն սիրել Աստծուն ամբողջ էությամբ, ամբողջ զորությամբ, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, նշանակում է Աստծու կամքը կատարել։ Երբ որ ես որևէ մեկին սիրում եմ, նրա լավը, նրա բարին եմ կամենում։ Երբ որ ես որևէ մեկին սիրում եմ, անում եմ այնպես, որ նրան լավ լինի։ Սիրտս ցավում է, երբ որ նույնիսկ մտքիս մեջ սխալ մտքով նրան վիրավորում եմ։ Ուրեմն Աստծուն սիրելը նշանակում է Աստծո կամքը սիրել։ Նշանակում է նմանվել Աստծուն։ Իսկ Աստված սիրում է բոլոր արարածներին, բոլոր մարդկանց, առհասարակ ամեն ինչ ինչ որ գոյություն ունի, Աստծո սիրո հետևանք է ընդամենը։ Աստծո մեջ այնքան սեր կա, Աստված իր էությամբ սեր է, իր բովանդակությամբ սեր է, իր գործունեությամբ սեր է։ Եվ այս գործունեությունը արարչությունն է և արարված աշխարհի նախախնամությունը, որով շարունակում է հովվել, խնամել
Եվ արարչության գլխավոր մասը մարդը, որին Աստված ստեղծեց, որովհետեւ իր սերը կարողանա տարածել մարդու վրա, որովհետեւ մարդն էլ պատասխանի սիրով եւ որովհետեւ այս սիրո փոխհարաբերության մեջ միանանք երրորդության 3 անձերին, կազմելով անձերի անթվելի բազմություն, որը սիրո փոխհարաբերության մեջ պետք է լինի երրորդության անձերի հետ։ Ինչպես կարելի է ուրեմն սիրել Աստծուն եւ չսիրել մնացած անձանց, մնացած մարդկանց։ Ինչպես կարելի է պաշտամունք մատուցել Աստծուն, խոսել Աստծո սիրո մասին եւ նենգությամբ վերաբերել, ատելությամբ վերաբերել, ատել, նախանձել, չարախոսել եւ չարը, վատը կամենալ մարդու համար, որևէ մարդու, ընդ որում էական չի այդ մարդը մեզ հարազատ է, սիրելի է, թե օտար է, թե թշնամի է, էական չի այդ մարդը մեզ բարություն է անում, թե չարիք, որովհետև ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս լերան քարոզի մեջ ասում է. կատարյալ եղեք դուք ձեր երկնավոր հոր նման, ինչպես որ նա է կատարյալ։ Ինչ իմաստով, օրհնեցեք ձեզ անիծողներին, ողջույն տվեք նրանց, ովքեր ձեզ չարիք են պատճառում, եւ չարով մի պատասխանեք չարիքին։ Այդ ժամանակ որդիները կլինեք ձեր հոր, որ երկնքում է։ Այստեղ, երբ որ ասում է սիրիր քո մերձավորին, նկատի չունի հարազատ ազգական բարեկամներին միայն, նկատի չունի ազգագիցներին եւ նրանք, ովքեր ֆիզիկապես մոտ են գտնվում, նկատի ունի բոլոր մարդկանց։ Սա հստակ բացատրում է Հիսուս Քրիստոս ըստ Ղուկասի ավետարանի մեջ, երբ որ այս նույն պատվիրանը բացատրում է, երբ որ փարիսեցիները իրենց արդարացնելու համար ասում են, ով է իմ մերձավորը, եւ բերում է օրինակ, Սամարացին է քո մերձավորը, որին ատում ես, արհամարում ես, երկրորդ կարգի մարդ ես համարում, քո մերձավորն է։ Ուրեմն եթե այս պատվիրանը կատարելությամբ, ամբողջությամբ հասկանանք եւ լրիվ կատարենք, պիտի սիրենք բոլոր մարդկանց։ Մի բան, որ մեզ համար այսօր անհասկանալի է եւ բոլորովին հնարավոր չէ իրագործել։ Կարող եք պատկերացնել, որ պիտի սիրեք թուրքերին։ Կարող եք պատկերացնել, որ պիտի սիրեք այլ կրոնների ներկայացուցիչներին։ Կարող եք պատկերացնել, որ պետք է սիրեք նրանց, ովքեր ձեզ հալածում են։ Չենք կարող պատկերացնել, բայց Հիսուս այսպես է սովորեցնում։ Եվ այն բոլոր սրբերը, որոնց մենք հիմա հիշատակում ենք, որոնց բարեխոսությանն ենք դիմում, եւ որոնք որ մեզ օրինակ են ծառայում իրենց կյանքով եւ հաճախ իրենց մահվամբ, սովորեցնում են այդպես սիրել բոլոր մարդկանց անխտիր, հավատացյալ եւ անհավատ, ազգակից եւ օտար, բարեկամ եւ թշնամի։ Տեսեք, այս խոսքերն եմ կրկնում, որոնք որ մենք ամեն հանգստյան ժամերկության մեջ Սուրբ Ներսեշնորհալու աղոթքը կատարելիս խնդրում ենք։ Աղոթքին նախավերջին 23-րդ աղոթքի մեջ այս խոսքերը ասում ենք։ Սա է պատվիրանը, առաջին պատվիրանը եւ առաջին պատվիրանի բացատրություն երկրորդ պատվիրանը, որ սրա նման է։ Եվ երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուս նրանց հարցրեց ու ասաց. Ինչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ում որդին է։ Նրան ասացին. Դավթի։ Հիսուս նրանց ասաց. Իսկ Դավիթն ինչպես նրան Սուրբ Հոգով կոչում է Տեր եւ ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրև պատվանդան։ Սաղմոս 109-րդ համար առաջին։ Իսկ եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպես նրա որդին կլինի։ Եվ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացավ տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան մի որևէ բան հարցնել։ Այն ժամանակ Հիսուս խոսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները,
Ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արեք եւ պահեցեք, բայց մի արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրա, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ Եվ իրենց բոլոր գործերն անում են ի ցույց մարդկանց, լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։ Սիրում են ընթրիքների ժամանակ պատվոտեղերը, ժողովարաններում նախապատիվ աթոռները եւ հրապարակներում ողջույններ առնել ու մարդկանցից կոչվել ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետեւ ձեր ուսուցիչը մեկ է եւ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետեւ մեկ է ձեր հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ Եվ ձեզնից մեծը ձեր սպասավորը պիտի լինի։ Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում եւ մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովի ու ցամաքի վրա, անգամ մեկին նորահավատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Վայ ձեզ կույժ առաջնորդներ, որ ասում եք, ով որ երթվի տաճարի վրա, այդ երթումը ոչինչ չի նշանակում, բայց ով որ երթվի տաճարի մեջ եղած ոսկու վրա, պարտավորվում է այն կատարել։ Հիմարներ եւ կույրեր, ի՞նչն է մեծ, ոսկին, թե տաճարը, որ սրբացնում է ոսկին։ Եվ ով որ երթվի սեղանի վրա, այդ երթումը ոչինչ չի նշանակում, բայց ով որ երթվի նրա վրա գտնվող ընծայի վրա, պարտավորվում է այն կատարել։ Հիմարներ եւ կույրներ, ի՞նչն է մեծ, ընծան թե սեղանը, որ սրբագործում է ընծան։ Իսկ արդ, ով որ երթվեց սեղանի վրա, երթված կլինի նրա վրա եւ այն ամենի վրա, որ սեղանի վրա է։ Եվ ով երթվեց տաճարի վրա, երթված կլինի նրա եւ նրա մեջ բնակվող Աստծու վրա։ Եվ ով երթվեց երկնքի վրա, երթված կլինի Աստծու աթոռի եւ նրա վրա նստողի վրա։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի եւ սամիթի ու չամանի 10-անորդը, բայց թողել եք օրենքի ամենից կարևորները, արդարությունը, ողորմությունը եւ հավատը։ Հարկ է այս անել եւ այն չթողնել։ Կույր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք եւ ուխտերը կուլ եք տալիս։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում եք, միշտ ներսից նրանք լի են ձեր գողությամբ եւ անժուշկալությամբ։ Կույր փարիսեցի, նախ մաքրիր բաժակի եւ պնակի ներսը, որբեսի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, միշտ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականությամբ։ Նույնպես եւ դուք դրսից մարդկանց արդար եք երևում, միշտ ներսից լի եք կեղծավորությամբ եւ անօրինությամբ։ Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարեների շիրիմներն եք շինում եւ արդարների գերեզմաններն եք զարդարում ու ասում եք. Եթե մենք մեր հայրերի օրոք լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի։ Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, թե որդիներն եք նրանց, ովքեր կոտորում էին մարգարեներին, ուրեմն դուք էլ լրացրեք ձեր հայրերի արածը։ Օծեր, իժերի ծնունդներ, ինչպես պիտի փախչեք գեհենի դատապարտությունից։ Դրա համար ահա ես ձեզ մոտ ուղարկում եմ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ։ Նրանցից ոմանց դուք պիտի սպանեք եւ խաչը պիտի հանեք, նրանցից ոմանց էլ պիտի տանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածեք, որովհետեւ ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդարարյան, արդարաբելի արյունից մինչև արյունը Բարաքեի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գա այս սերնդի վրա։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում է իր մարգարեներին եւ քարկոծում է իր քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի անգամ կամեցա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր ձակերին թևերի տակ, բայց չկամեցաք։
ահա ձեր տունը ավերակ կթողնվի ձեզ, բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Փարիսեցիների հատվածը անպայման պետք է խոսեմ, որովհետև փարիսեցիների հատվածը այսօրվա ավետարանի գլխավոր փարիսեցիների, օրենսգետների կեղծավորության դատապարտությունը այսօրվա ավետարանական ընթերցման եւ այս օրվա խորհրդի կարևորագույն բաղադրիչն է, եւ սա է, որ գալիս է որպես պատասխան եւ արձագանք բուն բարեկենդանի օրը կատարված ընթերցման։ Բուն բարեկենդանից առաջ ասում էր ապաշխարեք, պահք պահեցեք, բայց ոչ թե կեղծավորությամբ եւ ձևականությամբ, այլ սրտով, բարի գործերով։ Այստեղ նրանց, ովքեր ճիշտ չհասկացան այս խոսքերը եւ դարձյալ շեշտը դրեցին արտաքին բարեպաշտության վրա, բայց սրտների մեջ չփոխվեցին, սեր չառաջացավ, սրտները չփափկեցին, նրանց վրա գալիս է այս դատապարտությունը, որը գալիս է փարիսեցիների վրա։ Փարիսեցիներին դատապարտելը չէր գրվի ավետարանի մեջ եւ այսօր չէինք կարդա, եթե վերաբերեր միայն պատմական փարիսեցիության դատապարտությանը։ Այսինքն պատմության որոշակի ժամանակ, սրանից մոտ 2000 տարի առաջ, Քրիստոսի կողմից, եթե մատնանշեր միայն այդ ժամանակ, Հրեաստանում ապրող շուրջ 6000 փարիսեցիներին։ Ուր են այդ փարիսեցիները? Չկան։ Ինչ որ չափով փարիսեցիների ուսմունքը վերարտադրված է, ճիշտ է, աղավաղված եւ ձևափոխված այսօրվա հրեաների թալմուդական հուդայականության մեջ, ինչ որ չափով։ Բայց ավետարանի այս խոսքը ուղղված չէ միայն պատմական փարիսեցիներին, ուղղված է մեզ։ Ինչու՞։ Ավետարանը կարդում ենք, ճանաչել ենք Քրիստոսին որպես փրկիչ, բայց շարունակում ենք փարիսեցիների կենցաղը վարել, փարիսեցիների գործերը կատարել, փարիսեցու պես ենք վերաբերում Աստծուն, մտածում ենք, թե այսինչ օրը, այսինչ կարգը կատարեցի, Աստված ինձ ընդունում է, որքան լավն եմ ես, եւ որքան վատն են ուրիշները, որ այդպես չեն անում։ Մեծ պահքի օրինակով բերեմ։ Պահքը պահեցի, միս չկերա, հաց կերա, խմորեղեն, ծավարեղեն կերա, մսեղեն, կաթնեղեն չկերա, ես լավն եմ։ Ոչ թե ինչպես սրանք, ովքեր չեն պահում։ Հիշում եք փարիսեցու աղոթքը, փարիսեցու եւ մաքսավորի առակի մեջ։ Ուրեմն սրանից զգուշացնում եմ մեզ։ Հիմա երբ որ ես այսպես ասում եմ, նկատի չունեմ, որ ես արդար եմ, իսկ դուք մեղավոր եք։ Այլ առավել եւս կիսում եմ իմ զգացողությունները իմ անձի վերաբերյալ։ Հատկապես երբ որ կարդում եմ փարիսեցիների կեղծավորության եւ դատապարտության այն հատվածները, որտեղ ասում է. դուք չեք մտնում երկնքի արքայությունը եւ ուրիշներին չեք թողնում մտնել, միանգամից իմ անձն է իմ աչքի առաջ կանգնում, ինչպես հայելու առաջ։ Կարծես այս տողերը ինձ համար գրված լինեն։ Կամ այս տողերը կույր փարիսեցի, որ մաքրում ես միայն բաժակի դուրսը, իսկ ներսը այն լցված է ապականությամբ, կամ դուք նման եք սպիտակեցրած մարմարյա գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են, փառավոր թանկ են, իսկ ներսը փտած ոսկորներ են, ապականություն։ Երբ որ այս տողերը կարդում եմ, ամեն անգամ մեղվում են սրտիս մեջ, որովհետև ինձ եմ տեսնում սրա մեջ։ Եվ որևէ մեկին չեմ ուզում դատապարտել, նույնիսկ այդ փարիսեցիներին։ Քրիստոս կարող է նրանց դատապարտել։ Եվ նույնիսկ Քրիստոս չի դատապարտում նրանց փարիսեցիներից, ու մեջ տեսնում է բարության, սիրո եւ Աստծո կամքը կատարելու
գետ փոքր նշույլ։ Դրա շնորհիվ է որ ապրում ենք, դրա շնորհիվ է որ հույս ունենք, որ անիմաստ չէ մեր հավատը, անիմաստ չէ նաև մեր պաշտամունքը։ Ինչի վրա? Աստծո ողորմության եւ ներողամտության, որ թերևս Աստված գտնի մի փոքր չնչին բարի գործ մեր գործերի մեջ եւ դրանով մեզ արդարացնի, որովհետեւ դատաստանի օրը Աստված չի ձգտելու բոլորիս դատապարտել, ինչպես որ մենք կանեինք, ինչպես որ մենք անում ենք մեր սրտերում ուրիշ մարդկանց, այլ Աստված ձգտելու է բոլորիս, լսում եք, բոլոր մարդկանց ձգտելու է արդարացնել։ Եթե այդ մարդկանց գործերի մեջ, խոսքերի մեջ եւ մտքերի մեջ գտնվի մի փոքր հիմք արդարանալու համար, այսինքն մի փոքր բարի գործ, լավագույն օրինակը, ամենահստակ օրինակը եւ ամենահուսադրող օրինակը Հիսուս Քրիստոսի հետ խաչված ավազակներից մեկն է, որ մեկ խոսքով արդարացավ։ Ուրեմն հիշենք, որ մենք եւս այսօր քրիստոնյա լինելով, մկրտված լինելով, Սուրբ խորհուրդների միջոցով Քրիստոսի հետ հաղորդություն, հաղորդակցություն ունենալով հանդերձ եւ Սուրբ Հոգու շնորհը մեր մեջ գործելով շարունակում ենք մնալ փարիսեցի։ Եվ չմնալու համար փարիսեցի պետք է ամեն ակնթարթ հիշենք ավետարանի այս խոսքերը։ Ամեն ակնթարթ մեր խիղճը համեմատենք ավետարանի այս խոսքերի հետ եւ մեր խիղճը քննենք, որքանով մենք նման ենք Քրիստոսի խոսքերը լսող նրան աշակերտած օրենսգետների, թե նման ենք փարիսեցիների։ Եվ վերջին հատվածը, տեսեք, Հիսուս Քրիստոս սրտի ցավով դատապարտում է փարիսեցիների օրենսգետների կեղծավորությունը ոչ թե նրանց վատաբանելու համար, այլ նրանց համար ցավելով։ Եվ վերջում այս դատապարտությունը մի տեսակ տարածում է ողջ Երուսաղեմի վրա, ասելով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ես կամեցա հավաքել ձեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին, իր թևերի տակ, բայց չկամեցաք։ Ուրեմն տեսեք հետևյալը. Աստված կամենում է բոլոր մարդկանց փրկել եւ դրա համար արել է անհնարինը, անկարելին։ Առաջին անկարելին, որ ինքը արել է, ոչնչից ամբողջ աշխարհը եւ մարդուն ստեղծելն էր։ Երկրորդ անկարելին այն է, որ ինքը որդի Աստված, երրորդության անձերից մեկը, մեզ նման մարդ է դարձել, անմարմինը, անմահը, մեր նման մահկանացու մարմնավոր է դարձել եւ մեր փոխարեն խաչն է բարձրացել, խաչի վրա մեռնելով բոլորիս մեղքերը, երբևէ գործված Ադամից սկսած մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը ապրող բոլոր մարդկանց մեղքերը իր վրա է վերցրել։ Եվ մեր փոխարեն պատասխան է տվել իր մահով մեզ ազատելով մահվանից։ Բայց որովհետեւ սրան մասնակից դառնանք, բավարար չէ իր արածը։ Տարօրինակ բան եմ ասում։ Միթե Աստված ամենակարող չէ։ Միթե Աստված, որ այսպես ամբողջ աշխարհն է ստեղծել, չի կարող այսպես էլ ամբողջ աշխարհը փրկել։ Չի կարող։ Չի կարող, որովհետև մարդուն ստեղծելով ստեղծել է իր պատկերով եւ նմանությամբ եւ այդ պատկերի նմանության դրսևորումներից մեկը ազատ կամքն է։ Չի լինում սեր զորով, բռնությամբ, պաշտադրված։ Եվ Աստված, որ ստեղծել է մարդուն սիրո համար, չի կարող ստիպել մարդուն սիրել իրեն։ Վերադառնալով առաջին պատվիրանին։
այդ մեկը ինքնուրույն պիտի անենք։ Մեր փրկությունը երկու բաղադրիչ ունի, երկու գործող անձ կա, մեկը Աստված է, որ իրենից հասանելիք ամեն ինչ արեց, ամեն ինչ չէ, առավել քան ամեն ինչ, անկարելին արեց, երկրորդը մենք ենք, եթե մենք մեր անելիքը չանենք, Աստծո արածը զուր կլինի մեզ համար և չենք փրկվի, դրա համար ասում է այսուհետև այլևս ինձ չեք տեսնի, մինչև որ ասեք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Մենք էլ եկող կիրակի ասելու ենք, անընդհատ այս խոսքերն ենք ասելու, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Տոնելու ենք Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, ակնկալելով, որ մենք կարժանանանք Քրիստոսի հետ երկնային Երուսաղեմում լինել։ Եվ իրականում երկրային Երուսաղեմը չէ, որ կարևոր է։ Եվ եկող կիրակի, որ տոնելու ենք ծաղկազարդը, երկրային Երուսաղեմի համար չենք տոնելու։ Երկնային Երուսաղեմի համար ենք տոնելու։ Բայց որովհետեւ այնտեղ մտնենք, հիմիկվանից պետք է ասենք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Փորձենք ամփոփել, որովհետեւ հիշել լինի։ Առաջին մեծ պատվիրանը սիրել Աստծուն։ Դրա արտահայտությունը երկրորդը սիրել մարդկանց։ Չլինել փարիսեցիների նման կեղծավոր եւ չլինել ձևապաշտ, չմտածել, որ Աստծուն կարող ենք մեզ պաշտապան դարձնել եւ ստիպել, որ նա մեզ փրկի, ինչ որ մի կանոններ կատարելով, օրենքներ, սովորություններ կատարելով, առևտուր չանել Աստծու հետ։ Ես այսքան ծնգեմ, այսքան Տեր ողորմյա ասեմ, այսքան գլուխ ավետարան կարդամ, իսկ դու ինձ փրկի։ Փրկությունը մարդու սրտի փոփոխությունն է։ Փրկությունը արդեն հիմա իրականություն է դառնում մեզ համար։ Ինչպես որ սրբերի պարագան էր, որ չարչարանքների մեջ, զրկանքների մեջ, նեղությունների մեջ, երկրի վրա մարմնով, երկնքի արքայության մեջ էին։ Ինչ իմաստով, Աստծուն նմանվելով Աստծու հետ հաղորդության մեջ էին։ Սա մեզ տված է որպես խորհուրդ, որպեսզի մեր տկարությունները հաղթահարելով մեզ բերի այս վիճակին, բայց մեզնից պահանջվում է մեր կամքը։ Ոչ թե կամքը տեսական, կուզեի լինել բարի, բայց չարեմ, կուզեի լինել անկեղծ, բայց կեղծավոր եմ, կուզեի նմանվել Քրիստոսին, բայց նման եմ սադուկեցիներին և փարիսեցիներին։ Սա կամք չի, այս ուզելը կամք չի։ Կամքը այն է, երբ որ ես իմ կամքը դրսևորում եմ գործով։ Եվ վերջապես այս ամենը կատարելով չհուսահատվենք, այլ հիշենք, որ մեր փրկությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա սիրեց մեզ, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը։ Իմանանք, որ նա սիրում է մեզ եւ պատրաստ է իր այս դատապարտած փարիսեցիներին պատրաստ է ընդունել, եթե հետ կանգնեն իրենց ընթացքից։ Ուրեմն մեզ էլ ինչ աստիճանի մեղավոր մարդիկ լինենք, ինչ մեղքեր էլ որ գործենք, պատրաստ է ընդունել։ Բավարար է միայն մեղքից հետ կանգնելը, դեպի Աստված դառնալը եւ ասելը, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ որպեսզի արդարանանք եւ վայելենք անանց հավիտենական բարիքները երկնքի արքայության մեջ,
մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ մարդասիրությամբ, որին Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն, Հոր եւ Սուրբ Հոգու հետ, գայել է փառք հավիտյանս, ամեն։ Օրհնյալ եղերուք իշնորհած Սրբո Հոգվույն, երթայք խաղաղությամբ եւ Տեր Հիսուս եղեցի ընդ ձեզ, ընդ ամենեսյանդ, ամեն։